Ուր ես Ադամ։ Աստված ասաց Ադամին, երբ որ Ադամը մեղք գործեց ու ուզում էր թաքնվել Աստծո ներկայությունից։ Իրականում ինչ է այս հարցը։ Մի փախի Աստծո ներկայությունից, Ադամ։ Աստծուց ուր կարող ես փախչել։ Չես կարող փախչել։ Պետք էլ չի փախչել Աստծուց։ Եվ Ադամը չլսեց, փախավ Աստծո ներկայությունից եւ տերևներով գործեց, թաքնվեց։ Թզենու տերևներով թաքնվեց, ծածկում ես փախչել Աստծուց։ Այս պատմությունը դրախտային, այս անկման պատմությունը յուրաքանչյուր մարդու կյանքում է տեղի ունենում։ Երեխան, երբ որ մի շոր սխալ է անում, փոքր ժամանակ, ուզում է ծնողից փախչի, ամաչում է, ծնողի երեսին երևա, հա։ Հենց այս պահից սկսած նույն հարցադրումն է յուրաքանչյուր երեխային, յուրաքանչյուր քրիստոնյան, յուրաքանչյուր մարդու։ Ուր ես փախչում Աստծուց, խես փախչում, պտտվի, քո ծնողին ասա։ Երեխան, երբ որ ծնողին իր սխալն ասի, չէ, ծնողը իմաստուն է, եւ ծնողը բարի է, կուղի իրեն, կշտկի, ինչու, որպեսի մեղքի պատիժը թեթև լինի, մեկ ամենակարևորը, եւ երկրորդ մյուս անգամ նույն սխալը չգործի, բայց ինչքան երեխան հետաձգում է իր սխալներ իր ծնողին ասելը, այնքան ինքը նոր սխալների մեջ ընկնում եւ այնքան վտանգը պատժվելու մեծանում է։ Եթե ծնողին չասեց, եկած մյուս օր ավելի մեծ սխալ կանի, կամավորապես չխոստովանեց, ակամա կպատժվի։ Ճիշտ այդպես էլ մեր եւ Աստծո հարաբերությունն է։ Աստված ասում է, ինչու եք ինձանից հեռանում, ինչու եք թաքցնում, ինչու եք փախչում, ինչու չեք խոստովանում ձեր մեղքերը։ Խոստովանելը նշանակում է դառնալ Աստված։ Անկեղծ, մաքուր, հասարակ, ինչպես երեխան։ Էլ չեմ անի չարություն, չէ, երեխային մենք ասում ենք, ասա էլ չեմ անի չարություն, այլ կանեմ բարություն, չէ, այդպես, ճիշտ այդպես մաքուր, հասարակ։ Մենք պետք է գնանք մեր ծնողին, մեր երկնավոր հորը, խոստովանենք մեր մեղքերը, պարզ ու հասարակ, ու խոստանանք, որ այլևս էլ մեղքերը չենք գործի։ Երբ որ մենք բարդացնում ենք այս երևույթը, թե խոստովանությունն ենք բարդացնում, եւ թե մեղքերն ենք բարդացնում, հա, ասում եք չենք կարողանում, չենք ավելի շատ չենք ուզում, դրա համար չենք կարողանում, հա։ Դրա համար, որ եթե դու մեղքը չես հաղթահարում կամ չես ուզում հաղթահարել, բնականաբար չես ուզում խոստովանել։ Ինչու, որտեվ քեզ թվում է դու կեղծավոր կլինես, եթե գնաս խոստովանես ու նորից նույն մեղքերը գործես։ Այսինքն խոստովանության համար մանկական անմեղություն է պետք, պարզություն է պետք։ Մեղքից հրաժարում է պետք։ Էլ չեմ անի չարություն, այլ կանեմ բարություն։ Պարզ հասարակ, ինչպես երեխան։ Ծնողը ուզում է, որ երեխային լավը լինի, Աստված ուզում է, որ մարդը փրկվի, Աստված չի ուզում մարդու մահը, մեղավորի մահը, այլ ուզում է նրա դառնալը չար ճանապարհից եւ փրկվելը։ Խոստովանությունը վերադարձ է առ Աստված։ Անկեղծ զրույց է Տիրոջ հետ, բնականաբար քահանայի միջնորդությամբ, հոգևորականի, բժշկի օգնությամբ, իրականում խոստովանություն Աստծո առջև ենք անում։ Ներկա է ուղղակի քահանան, որպեսզի իրական լինի, թե չէ մտքով մենք միշտ Աստծուն խոստովանում ենք, բայց նաև բերանով խոստովանենք։ Մեր մեղքերն ասենք, որպեսզի թեթևանանք, որպեսզի մեր անջրպետը, պատնեշը մեր եւ Աստծո միջև վերանա, որտեվ եթե մենք թաքնվում ենք Աստծուց, Ադամի նման փախչում ենք Աստծուց, ուրեմն մեր միջև մենք պատնեշ ենք անում։ Բայց երբ որ մենք գնում ենք խոստովանում ենք մեր մեղքերը Աստծո եւ քահանայի առջև, ինքներս այդ պատնեշը քանդում ենք, մտերմանում ենք Տիրոջ հետ։ Ամեն։